Անա Ռուբինյան, դուք ասում եք, որ 26 թվին մասնակցելու եք ընտրություններին, բայց նախորդ ընտրություններին իշխող ուժը մասնակցեց անվտանգության թեզով, որ անվտանգություն կբերի, խաղաղություն կբերի, դա հաջողվել է ձեզ մոտ թե ոչ, եւ այս անգամ ինչպես եք, ինչ թեզով եք մասնակցելու, որովհետեւ ըստ էության գուցե համաձայնեք, որ խաղաղություն չեք կարողացել դեռ լիարժեք բերել։ Դե ինքներդ լավ է, որ վերջում նշեցիք լիարժեք բառը, որովհետեւ ամեն դեպքում պետք է ֆիքսել, որ վերջին տարին իհարկե որոշ բացառություններով, բայց խաղաղ տարիներից մեկն է եղել առնվազն գետնի վրա։ Իհարկե եղել են վերջին օրերին տեսել եք եղել են որոշ իրադարձություններ, բայց ընդհանուր առմամբ կարելի ասել ամենահանգիստ տարիներից մեկն է եղել։ Նաև որոշակի առաջընթաց է գրանցվել խաղաղության գործընթացում, համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի տեքստը եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի օր առաջ այն ստորագրվի։ Ինչն է լինելու ընտրություններում մեր թեզը բնականաբար միայն մի թեզ չէ, որ լինելու է կյանքի տարբեր ոլորտներին է վերաբերվելու, բայց մենք շարունակելու ենք իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակներում շարժվել առաջ եւ առաջարկել մեր քաղաքացիներին այն լուծումները, որոնք մենք տեսնում ենք։ Պարոն Ռուբինյան, Դե ձեր ես նույն կերպ հիշում եմ, ոնց էր 2021 թվականից, ոնց էին ձեզնից բոլորը նորից նույն հարցերը տալիս, պնդում, որ քաղաքացիական պայմանագիրը եւ վարչապետը, չգիտեմ, չունեն վստահություն, այնտեղ որներ են գելապ կար մի հատ ասում էր Ռոբերտ Քոչարյանը հաղթելու, բայց 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին ժողովրդը ինչ է իրոք մտածում։ Հիմա 2026 թվականին նույնպես ընտրությունները ցույց կտան, թե ժողովրդը ինչ է մտածում։ Արցախցիները վրանում։ Կրկին ձեր բոլոր հարցերին իմ պատասխանը հետևյալն է 2026 թվականին ժողովրդը ցույց կտա, թե ինքը ինչ է մտածում, ինչ է ուզում։ Հստակ եք շատ ասում, պարոն Ռուբինյան։ Խծաբերդում ասում են թող Խծաբերդում չէ։ Խնածախում կոնկրետ ասում է, որ թող կպական պատգամավորները գան, մեկ օր այս գրակոչների ձայնի տակ քնեն։ Տեսնենք այդ խաղաղությունը իրենց ձեռք է տալիս դուրեկան է, ընդհանրապես կապրեն այս պայմանները։ Ես ձեր հարցը չլսեցի ուղղակի։ Իրենք ասում են թող կպական պատգամավորները գան այս գրակոչների տակ ապրեն, տեսնեն այդ խաղաղության մեջ կարող են ապրել։ Հարցը ձեր չլսեցի։ Կգնաք խնածախում մի գիշեր ապրելու, պարոն Ռուբինյան։ Մեր պատգամավորները ընդհանրապես երբեք էլ ոչ մի խնդրեմ չեն ունեցել որևէ տեղ գնալու, ժողովրդի հետ շփվելու, եւ ես վստահ եմ, որ մեր սյունեցի պատգամավորները դա անում են բարբերաբար։ Պարոն Ռուբինյան, 26 թվականի ընտրություններին Շուշիի հադրութի դեօկուպացիա լինելու է ձեր նախընտրական ծրագրը։ Ինչու՞։ Պարոն Ռուբինյան, Սերժ Սարգսյանը խոսել է նաև խաղաղության համաձայնագրի մասին, ասել, որ դա մոլորեցնող է եւ միակողմանի, խոսելով նաև բանակցային գործընթացի մասին հնարավորություն տեսնում է դա վերադարձնել միջազգային օրակարգ, բանակցողին փոխելու եւ նաև այսպիսի ձևակերպում է արել, որ համարժեք իրավական գնահատականի արժանանան վարչախմբի գործողությունները։ Խնդրեմ մեկնաբանեցեք։ Դժվար է մեկնաբանել անիմաստ հայտարարությունները, պետք է ասեմ հետևյալը, ես ձեզ բոլորին ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականի, եթե չեմ սխալվում, օգոստոսն էր կամ սեպտեմբերի սկիզբն էր, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ուղիղ հովանավորության տակ գտնվող ուժերը եւ Դաշնակցության Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն։ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, իրենց ուժերը ընտրեցին պարոն Շահրամանյանին։ Այդ նույն օրերին, այսօրվա պես ես հիշում եմ, Ազատության հրապարակում հասկացնում էին Հարավաղ, որտեղ լրագրողները, եթե չեք սխալվում, նույնիսկ Նարեկներ կարող է, բայց վստահ չեմ, կամ Փայլակներ, մոտեցան Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, հարցրեցին, ինչպես է գնահատում իրադարձությունները Ստեփանակերտում, ասեցի շատ լավ, ուրախ ենք, հույս ունենք, որ նույնը տեղի կունենա Հայաստանում։ Դրանից օրեր անց կամ շաբաթներ անց Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Այս մարդկանց եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ամբողջ քաղաքական հետագիծը սկսած 1998 թվականից նվիրված է հետեւյալ ֆորմուլային։ Այդ ֆորմուլան կայանում է հետեւյալում։
դրոշակ դարձնել Լեռնային Ղարաբաղը, դա օգտագործել Հայաստանում իշխանություն զավթելու համար, իդեպ, երբ որ ասում են իշխանազավթումը կիրառելի է միայն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի բոլոր տարիներին, որովհետեւ այդ մարդիկ մեկ անգամ իրենց կյանքում ընտրություն հաղթած չկան։ Զավթել իշխանություն, հենց այդ հարցը կպատասխան։ Զավթել իշխանությունը այդ պատրվակով, կեղեքել, հարստահարել, թալանել Հայաստանի ժողովրդին ու այս է իրանց կյանքը, իրանք ուրիշ քաղաքականություն չունեն, իրանք թքած ունեն թե Հայաստանի իշխանության վրա, թե ժողովրդավարության վրա, եթե հարցնեք որտեղից էին պնդումը, որովհետև Սերժ Սարգսյանը մի մարդ է, որ 2018 թվականին ասում է Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի, 2025 թվականին ասում է իշխանազավթում է տեղի ունեցել։ Մի հարց էլ տամ էլի, եթե ինքը ասում է, որ հայ ժողովուրդը սխալվեց, մեծ հաշվով դա էր ասում երևի Սերժ Սարգսյանը, չէ՞ որ մոլորեցին հայ ժողովրդին։ Լավ, ենթադրենք իր տրամաբանությամբ մոլորեցրին։ Հետևաբար ինչու է 2018 թվականին տեղի ունեցած իշխանազավթում։ Ով ումից զավթել իշխանությունը, ոնց ինչ մեխանիզմով, թող պատասխանեն։ Ասում եք ընտրություններում հաղթած չկան, բայց պատերազմներում էլ պարտված չկան։ Որ իշխանության ժամանակ են ավելի շատ կորուստներ ունեցել։ Սերժ Սարգսյանի, Քոչարյանի թե ձեր իշխանության ժամանակ։ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իմ նկարագրած հետագծի բերումով մեծագույն դերակատարություն եւ մեղք ունեն Լեռնային Ղարաբաղի հայատապման հարցում եւ դրա վերջին արարը այն է, ինչ ես նկարագրեցի, երբ որ իրենք Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն եւ դրանից շաբաթներ կամ օրեր անց Եթե դա չլիներ, պարոն Ռուբինյան, եթե դա չլիներ, ձեզ կհաջողվեր Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգ ապրելու հարցը Լեռնային Ղարաբաղում միջազգային մեխանիզմներով ապահովել։ Մենք ամեն ինչ անում ենք։ Չէ, բայց կստացվեր, պարոն Ռուբինյան։ Հիպոթետիկ հարց եք տալիս, ես կարծում եմ մեղադրում եք նրանց տապալելու այդ պրոցեսը։ Ձեր կստացվեր։ Այո, ես մեղադրում եմ իրենց տապալելու մեջ դա եւ ես ասում եմ, որ մենք անում էինք ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողանար անվտանգ ապրել Լեռնային Ղարաբաղում, բայց հետո եղավ այն ինչ եղավ։ Բայց ձեր օրակարգի նշաձողը իջեցնելուց անցել էր ավելի քան 1 տարի, բայց դուք ոչ մի կերպ չէիք ասում, թե չէիք ամեն դեպքում բացահայտում մեխանիզմները ձեզ հաջողվել ձևավորել միջազգային։ Բազմիցս խոսում, բայց թողեք պատասխանեմ ձեր հարցին։ Ես լսում եմ ձեր հարցը եւ ասում եմ մենք բազմիցս ենք խոսել սրա մասին։ Մենք բազմիցս ենք խոսել, որ այն ժամանակ մեր քաղաքականությունը միտված էր նրան, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ուղիղ բանակցեն Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների շուրջ խոսվել է նրա մասին, այդ թվում նախարարության վերջին պատասխանի մեջ ձեր լրատվամիջոցին, եթե չեմ սխալվում, ի դեպ, որ կային նախաձեռնություններ այդ թվում հանդիպումների 3-րդ երկրներում, խոսվել է նաև այն մասին, թե ովքեր նախընտրեցին Եվլախը, օրինակ ինտեգրացիայի օրակարգներ պարտադրում Բաքուն, ասում էր լուծարեք ամեն ինչ եւ եկեք ինտեգրացիայի, դա էր ձեր իսկ ներողություն, իսկ Սերժ Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից Լեռնային Ղարաբաղում իշխանափոխության իրականացումից հետո այդ լուծարումը տեղի ունեցավ, թե տեղի չունեցավ։ Այդ լուծարման ներողություն, մի վարքան, թողեք ես պետք է ավարտեմ։ Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը մենք ենք ստորագրել, թե իրենց պրոտեժեները։ Ես ձեզ պատասխանում եմ այն, ինչ բխում է ձեր հարցից։ Այն օրակարգը, որ դուք անընդհատ ասում եք, որ դուք ապահովեք։ Հետո բանավիճեք ինձ հետ, հետո բանավիճեք ինձ։ Հետո ինչու եք Դե հիմա կարելի ոչ մի բան է։ Հարգելի գործընկերներ, մենք հիմա բան ենք, մանկապարտեզ ենք քննարկում։ Մարդիկ բան են ստորագրել, ինչ աշխատում արդոչին։ Ես հարցնում էի, դուք փոխեցիք Արցախի բանակցությունների ամբողջ տրամաբանությունը, այսինքն ապրիլին 2022-ի, երբ որ ասացիք, որ պետք է իջեցնել նշաձողը եւ խոսել իրավունքներից եւ դուք նկատել եք, որ ներողություն, միջազգային լայն կոնսոլիդացիա, բայց ապահովվեց այդ կոնսոլիդացիան, ովքեր էին խոստանում այդ կոնսոլիդացիան։ Տեսեք, դուք իրավացիորեն նշում եք, որ մենք ասացինք, որ որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը եւ իրավունքները ապահովվի, մենք պիտի իջեցնենք նշաձողը մեր տրամաբանության մեջ։ Հասկացա, թողեք որ պատասխանեմ։ Ուզում եմ ասեմ պիտի։ Եվ մենք իջեցրեցինք, ինչպես դուք դա ասում եք։ Եվ այն ժամանակ էլի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի խմբակը իշխանազավթների
նախկին իշխանազավթները։ Եվ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ էլիտան, այսինքն մեծ մասը կուսակցությունների, նախկին նախագահները, այդ պահի նախագահները մեզ ասում էին դավաճաններ, այսինչ եք անում, ոչ մի դեպքում անկախությունից պետք է շարունակենք խոսել Լեռնային Ղարաբաղի անկախության մասին, այնտեղ նաև եթե չեմ սխալվում, ազգային ժողովն էր Լեռնային Ղարաբաղի հայտարարություն ընդունում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանները նույնպես Լեռնային Ղարաբաղի մաս են եւ այսպես շարունակ։ Մի խոսքով ստանդարտ դավաճան քպեականներ, մենք հայրենասեր ենք եւ այլն, ինչպես եք հանդգնում խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության մասին եւ չխոսել անկախության մասին եւ այլն եւ այլն։ Հիմա 2025 թվական, ընդ որում ես ինչ որ ասում եմ իրենց դիրքորոշումը, ըստ էության իրենց դիրքորոշումը հետագայում դարձավ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների էլիտայի դիրքորոշում։ Եւ ընդհանուր մինչեւ 2023 թվականի էթնիկ զտումը իրենք այդ դիրքորոշման շրջանակներում էին եւ մեր այսպես ասած իջեցված նշաձողի տրամաբանությանը դեմ էին եւ մեր քաղաքականության դեմ էին։ Իրենք գնացին իրենց քաղաքականության թողիկ ավարտել։ Արդյունքում հիմա դուք լսել եք մի հատ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ էլիտայի խոսի օրինակ անկախության մասին։ Իրենք խոսում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին։ Հիմա ներողություն։ Այսինքն, երբ որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այնտեղ էր եւ մենք առաջարկում էինք խոսել դրա մասին, իրենք մեզ ասում էին դավաճան եւ իրենք նախընտրեցին գնալ այլ ճանապարհով, կրկին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դրդմամբ։ Հիմա երբ որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է իրականացվել, նոր եկել են մեր ասացին։ Ուշ ինչպես միշտ։ Իդեպ մի հատ էլ առիթ օգտագործելով մի բան էլ ասեմ։ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանազավթ խմբակների կողմից եւ նաև Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների որոշ շրջանակների կողմից փորձ է արվում ցանկացած քննադատություն, որ իշխանությունը ուղղում է իրենց, կրկնում եմ իրենց, այսինքն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի խմբակներին կամ Լեռնային Ղարաբաղի էլիտայի որոշ ներկայացուցիչներին, իրենք փորձում են դա վերագրել որպես խոսույթ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Ես ուզում եմ Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդին, որոնք նույնն են ինչ ես, մենք նույն հայն ենք, իրենք մեր քույրերն ու եղբայրներն են, մեր ընտանիքի անդամներն են, ասել, որ կառավարությունը ոչ մի հակաղարաբաղյան սենտիմենտ չունի եւ թող հերու ուղարկեն իրենք այս ավանտյուրիստներին, որոնք փորձում են հակադրություն մտցնել Հայաստանի կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի միջազգային հանրությունը իմ հարցի հետ ձեր պատասխանը։ Մի վիճեք, մի թիրախավորեք իրար։ Մենք իրար չենք դուք որ ասում եք հակաղարաբաղյան որևէ բան չկա, բայց Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում ազգային ժողովի անդորից, ասում էր բան միտինգի մատերիալներ, հա, արցախցիների մասին։ Ինչ է կա հենց հիմա խեղաթյուն։ Ինքը ոչ թե ասում էր, որ արցախցիները միտինգի մատերիալ էին, այլ ասում էր Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը ու իրենց խմբակները փորձում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին դարձնել միտինգի մատերիալ։ Համաձայն եք դրանք տարբեր բաներ։ Պարոն Ռուբինյան, իսկ կարող եմ ձեր ասածի հետ կապված մի հարց տալ։ Դուք նկարագրեցիք ամբողջ այդ process-ը, բայց դուք կասեք, օրինակ այդ ընթացքում միջազգային ինչ կոնսոլիդացիա ձեզ հաջողվեց ապահովել այդ օրակարգի շուրջ։ Ովքեր էին օրինակ երաշխավորում, որ արցախցիների իրավունքների եւ անվտանգության շուրջ կլինի կոնսոլիդացիա եւ աջակցություն։ Այդ դրա մասին եք դուք խոստանում, դա ինչ եղավ այդ օրակարգը։ Դուք ինձ ասում եք ինչ եղավ այդ օրակարգը, ես ասում եմ ինչ եղավ այդ օրակարգը։ Այդ օրակարգը ասեք մի հատ, լսեք էլ։ Այդ օրակարգը ավարտվեց հետեւյալով. Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը իրենց պրոտեժեների հետ միասին Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն։ Այդ իշխանափոխությունից սպասեք, հեսա դրան էլ կանադառնա։ Իրականացրեցին իշխանափոխություն, այդ իշխանափոխություններից օրեր անց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում։ Պարոն Ռուբինյան, Նիկոլ Փաշինյանը ասում է, երբ որ ինքը 2019-ին ստանձնում էր բանակցային այդ հեղափոխությունից հետո ստանձնում էր այդ բանակցային փաթեթը, այդ դրանով արդեն նախանշվում էր Լեռնային Ղարաբաղում պետական կարգի լուծարումը։ Հիմա դուք ասում եք, ես իրեն եմ մեջբերում, հիմա դուք ասում եք ստորագրվեց հրամանագիր, այսինքն ի վերջո երբ է լուծարման
ընթացքը երբ նախանշվեց, այսինքն լուծարման այդ ընթացքը դա համարում էր այն բանակցային փաթեթը, որ ստացել էր լուծարումը։ Լուծարման ընթացքը, եթե դուք խոսում եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկի մասին, այդ տրամաբանությունը ցավոք դրված է եղել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ամենասկզբից, որովհետև ամբողջ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչում էր Ադրբեջանի մաս։ Բայց հիմա էլ ինչպես է ասում, Եթե դուք հարցնում եք ինչով ավարտվեց այդ ամբողջ պատմությունը ավարտվեց, երբ որ Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանապողություն, դրանից օրեր անց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում, Սամվել Շահրամանյանն էլ ստորագրեց Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը։ Հիմա վերադառնանք ձեր հարցին։ Հիմա դեպքերի հաջողականություն այդպիսի բան չի եղել։ Դեպքերի հաջողականությունը Ես էլ ասում եմ, լուծարման փաստաթուղթերը։ Ինչ անշակում չի հերքել։ Իրեն հարց են տվել, ինքը ասել է չեն հերքել։ Ինքը ասել է, որ այո, ինքը ծանոթ եղել է լուծարման փաստաթուղթին։ Եվ խմբավորման աշխատանքներ արվել են։ Նիկոլ Փաշինյանը ասել է խմբավորություն։ Սխալ եք ասում։ Սխալ չեմ ասում։ Սխալ եք ասում։ Ես էլ ասում եմ սխալ եք ասում։ Դե ճիշտ է։ Հետո կնայենք իրար։ Դրանից դեպքերի հաջողականությունն եք նշում, բայց Փաստաթղթի մասին, եթե չեմ սխալվում, այդ ժամերին տեղեկացրել եմ, բայց Հայաստանի Հանրապետությունը փաստաթղթի կազմմանը, խմբագրմանը որևէ մասնակցություն չի ունեցել։ Պարոն Ռուբինյան, դեպքերի հաջողականությունը հիշեք, երբ Շահրամանյանին եք ասում լուծարման փաստաթուղթն եք մեջբերում, դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը գնաց Շարլ Միշելի հետ հանդիպման, ասաց Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս, ճիշտ է։ Այսինքն դա Նիկոլ Փաշինյանն է արել, ուրիշ ոչ Ախր որ հարցերը տալիս եք, գոնե այդ հարցերը ճիշտ ձևակերպեք, որովհետև ես միշտ կարծել եմ, որ լրագրությունը ինքը տենց մոտավորապես գիտություն, հա, բայց մի ընդհատեք ինձ։ Լրագրությունը ինքը տենց մոտավորապես աշխատանք չի, էլի։ Իմ մայրն էլ է լրագրող եղել իդեպ, ես ամենայն հարգանքով եմ դա ասում, դուք նույն թերթում եք աշխատել իդեպ տարբեր տարիներ։ Ինքը մոտարապես բան չի, էլի, նախ Նիկոլ Փաշինյանը Շարլ Միշելին չի գնացել Պրահայում ասի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Պրահայում ոչ թե ստորագրվել է, այլ ընդունվել է հայտարարություն, որը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ըստ այդ հայտարարության Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Փաստերը չեն փոխում դրանից։ Սպասեք։ Ստորադասական սարքեր նախաձեռնություն։ Լրագրությունը բացի նրանից, որ ինքը մոտավորապես մասնագիտություն չի, նաև լրագրությունը ենթադրում է, որ երբ որ լրագրողը հարց է տալիս, պիտի լսի պատասխանը, եթե էլի հարց ունի, եթե լսի պատասխանը, եթե բավարարված չլինի, տրեյնինգ չէ, բայց ես իմ մտքերն եմ արտահայտում, կարծում եմ իրավունք ունեմ։ Դա ոչ թե գիտելիք է, այլ պարզ երևի գիտակցություն, գուցե ֆայն, բայց հա, ինչ է ենթադրում նաև լրագրությունը, որ հարց եք տալիս, լսեք մինչև վերջ, եթե չի բավարարի, ճշտելու բան կունենաք, մի հատ է հարց կտակ, մի հատ է կպատասխանի։ Մեր ընդդիմադիրները, ընդ որում ընդդիմադիրները այս հարցում ոչ միայն երկրի ներսում, այլ դրսում, ասում են, որ 2022 թվականի Պրահայի հայտարարությամբ հնարավորությունից զրկվեց ռուս խաղաղապահ զորախումբը որևէ բան անելու Լեռնային Ղարաբաղում եւ հետեւաբար դրա պատճառով 2023 թվականին ոչինչ չարեց։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Պրահայի հայտարարությունը ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերին, իսկ Փարուխի, Խծաբերդի եւ այլ դեպքեր, իսկ հիշեցնում եմ ինչ դեպքեր են, երբ որ ադրբեջանական զինված ուժերը օրինակ գրավեցին Խծաբար գյուղը, վերցրեցին վերահսկողության տակ, միջև այդ ՊԲ վերահսկողության տակ էր, դրանից հետո Ադրբեջանը։ Նույնն էլ Փարուխը։ Դրանք տեղի էին ունեցել 2022 թվականի հոկտեմբերից առաջ։ Հետևաբար ասել, որ ռուս զորախումբը, այո, ինչ որ հայտարարության պատճառով էր, որ չմիջամտեց, հաստագրված է, որ այդպես չէ։ Հաջորդը 2022 թվականի Պրահայի հայտարարությունից հետո, եթե չեմ սխալվում, 2023 թվականի սկզբներին էր, հունվարին կամ 22-ի վերջերին, ընդունվել է այլ եռակողմ հայտարարություն եւս Սոչիում։ Ժամկետը կարող սխալ ասեմ, բայց
նոյեմբեր, 1 ամիս անց, որը ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը եւ Ռուսաստանի նախագահը, որում նշվում է, որ կողմերը վերահաստատեցին ռուս խաղաղապահ զորակազմի անհրաժեշտությունը եւ կարեւորությունը։ Հետեւաբար փաստարկը, որ Պրահայի հայտարարությամբ որևէ բան էր փոխվել Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահների որևէ ֆունկցիայում, հիշում եմ, որևէ ֆունկցիայում, հիշում եմ, որովհետեւ դուք հարցը տալիս եք Պրահայի հայտարարության մասին, ես ուրիշ տեղ չեմ տանում, դուք հարց տվեցիք, փորձելով ձեր հարցը կապել, հարցով կապել Պրահայի հայտարարությունը էթնիկ զտման հետ, ես էլ ձեզ ասում եմ, թե որն է կապը իրականում։ Մի վայրկյան, ես հիմա այս հարցին կպատասխանեմ, հաջորդն ձեր հարցին կպատասխանեմ։ Եվ հետևաբար Պրահայի հայտարարությունը որևէ կերպ որևէ բան չէր փոխել ոչ ռուս խաղաղապահ զորակազմի ֆունկցիաներում, ոչ կարգավիճակում, ոչինչում։ Էլ չեմ ասում, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն ռուս խաղաղապահ զորակազմի գոյությունը եւ ներկայությունը Լեռնային Ղարաբաղում պայմանավորված չէր ոչ Լեռնային Ղարաբաղի այս կամ այն կարգավիճակով, ոչ Հայաստանի եւ Ադրբեջանի այս կամ այն դիրքորոշմամբ այս կամ այն հարցի շուրջ, այլ սևով սպիտակին գրված էր, որ 5 տարով է այնտեղ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը 6 ամիս առաջ չի ասում ոչ։ Նիկոլ Փաշինյանը ասում է 86600 քառակուսի կիլոմետր ճանաչում եմ Ադրբեջանի, ոչ մի բան իրենից չէր ներկայացնում այդ հայտարարությունը ձեր։ Լսում եք դուք։ Ես ձեզ ասում եմ ձեր հարցի համատեքստը հետևյալն է։ Ձեր հարցի համատեքստը ասում է, որ քանի որ ընդ որում ձեր հարցի համատեքստը չի միայն, էլի, մեր անդիմադիր խմբակների եւ նաեւ դրսից նրանց, ինչ ասեմ, ձայնակցողների հետեւյալ թեզն եք դուք կրկնում, որ Փաշինյանը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս Պրահայում, հետեւաբար տեղի ունեցավ էթնիկ զտում։ Այն փաստը, որ ռուս խաղաղապահ զորակազմը այնտեղ էր եւ ոչինչ չարեց չնայած պիտի աներ, ոչ մեկի չի հետաքրքրում։ Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին հորդորեցին, օրինակ, չգնալ Սոֆիա կամ Բրատիսլավա եւ գնալ Եվլախ, դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Ներողություն։ Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի էլիտան մեզ ասում էր դավաճաններ, այսինչ եք անում, բայց ի վերջո իրենց ներկայացուցիչը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի լուծարումը, դա ոչ մեկի չի հետաքրքրում։ Պարոն Ռուբենյան, 10 օրվա իշխանությանն եք մեղադրում, ձեր ամբողջ քաղաքական։ Ես 10 օրվա իշխանություն չեմ մեղադրում, դրա համար ասում եմ Լեռնային Ղարաբաղի քաղաքական էլիտան։ Պարոն Ռուբենյան, որ ասում եք չգնացին Եվրոպայում բանակցել, այլ դուք ինչ էիք անում, որ Արցախի իշխանությունները կարողանային հաղթահարել Մոսկվայից եկող ճնշումները եւ կարողանային գնալ Եվրոպայում բանակցելու, որովհետեւ այդ շրջանում մեծ ճնշում է եղել։ Բայց այդ պնդումը որտեղից է կանում։ Ես ոչ հաստատում եմ, ոչ հերքում եմ, բայց եթե Արցախի գործիչներին հայտարարում, իրենց հարցրեք, թող հրապարակայինորեն հայտարարեն, իմանանք դից Արցախի հանրային քաղաքական գործիչները, ովքեր կաշկանդված չեն խոսելու, դեռ խնդրում եմ այդ թվում Լեռնային Ղարաբաղի հենց այն պաշտոնյաներից հրապարակային հարցեր է, որոնք այդ պահին պաշտոնյան են։ Խնդրեմ հարցրեք, ինձ էլ հետաքրքիր հրապարակայինորեն չկասի։ Պարոն Ռուբենյան, Սերժ Սարգսյանը ասում էր նաև, որ իշխանափոխություն անեն, կարևոր կետերից մեկը դիվանագիտական նոր կորպուսի ձևավորումն է, որ պետք է տարբերակեն դաշնակիցներին գործընկերներից։ Ինչ նկատի ունեք։ Չգիտեմ, երևի նկատի ուներ, որ օրինակ Էդգար Ղազարյանի պես հանճարեղ դիվանագետին պետքա նորից դեսպան նշանակեն, տենց էլի, Փեսուն երևի նորից դեսպան կնշանակի, այդ տիպի էլի։ Պարոն Ռուբենյան, դուք անընդհատ ասում եք, որ նախկինները եղել են իշխանազավթներ եւ Լեռնային Ղարաբաղի հարց օգտագործել են իշխանությունը պահելու համար։ Նախկինների օրոք Արցախը եղել է հայկական, հիմա մենք Արցախ չունենք եւ բացը, ով է հիմա դավաճանը, կապիտուլյանտը, հողատուն։
ինչ եք ուզում ձեր հարցին պատասխանել։ Ասեք ով է։ Անիմաստ, այսինքն էլի հիմա որ էլի ասեմ, որ ես կարծում եմ, որ լրագրությունը հանրությանը ինֆորմացիա փոխանցելու համար է եւ ոչ ակտիվիզմով զբաղվելու, կասեք թիրախավորում եք մեզ։ Ես հիմա ասում եմ, ես ընդհանրապես տրամաբանությունը կհուշել, որ պետք է ասեմ դավաճաննել են իրան, կապիտուլյանտել են իրան, հողատունել են իրան։ Բայց քանի որ ես ընդհանրապես դեմ եմ նրան նման խոսի, օգտագործելուն, չէ, ներողություն։ Բայց քանի որ ես դեմ եմ նրան նման խոսի օգտագործելուն, ես պետք է ասեմ, կրկնեմ իմ ասածը, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանազավթ խմբակների ամբողջ քաղաքական հետագիծը հետևյալն է՝ օգտագործել Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանում իշխանությունը զավթելու եւ պահելու համար եւ թալանել երկիրը։ Էսա։ Ու իրանք եթե ասում են հողատու, թող հարց տան իրանք, եթե իրանք համարում են, որ օրինակ Լեռնային Ղարաբաղը հայրենիք է, որը հանձնվել է, ինչու են իրենք բանակցում, օրինակ Ջաբրայելի եւ Խարվաճարի հանձնման շուրջ, արդյոք իրենք հողատու էին, կապիտուլյանտ էին, հաջորդ հարցը տամ, իրենց պրոտեժեները Լեռնային Ղարաբաղում բառից բուն իմաստով ստորագրել են Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթ, իրենք կապիտուլյանտ են, ու ընդհանրապես, երբ որ իրենք Հայաստանի ներքաղաքական դաշտում արդարացնում են ցանկացած երրորդ ուժի ու մեղադրում են ամեն ինչում Հայաստանին, ոչ միայն Հայաստանի կառավարությանը։ Ես նույնիսկ հիշում եմ, որ Սերժ Սարգսյանը, ձեր սիրելի, 2021 թվականին հանրային հարցազրույցում Հայաստանին մեղադրում էր Գյանջայի քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու համար։ Հիմա ինքը դավաճանա, հողատույա, կապիտուլյանտա, թե ինչա, շնորհակալություն։